Մի շաբաթ երեկո նախքան տուն գնալը հովիվը որոշեց զանգել կնոջը։ Արդեն համարյա գիշերվա ժամը 10 էր, սակայն կինը չէր պատասխանում։ Հովիվը սպասեց, որ մոտ 20 զանգ գնա, սակայն կին այդպես էլ չպատասխանեց։ Որոշ ժամանակ անց նա նորից հավաքեց իրենց տան հեռախոսահամարը և կինն անմիջապես պատասխանեց։ Հովիվը հարցրեց, թե նա ինչու այդքան երկար ժամանակ չէր պատասխանում իր զանգին, բայց կինը պատասխանեց, որ ոչ մի զանգ չի եղել։ Այս դեպքը կմոռացվեր, եթե 2 օր անց Հովվի աշխատասենյակ չզանգեր մի տղամարդ։ Նա ասում էր, որ շաբաթ երեկոյան այդ համարից իրեն զանգել են։ Հովիվը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում այդ մարդը, մինչև որ վերջինս բացատրեց, որ այդ համարից շատ երկար են զանգել, բայց ինքը լսափողը չի բարձրացրել։ Հանկարծ Հովիվը հիշեց այդ դեպքը և սկսեց ներողություն խնդրել տեղի ունեցած թյուրիմացության համար, սակայն անծանոթը նրան ընդհատեց և իր հետ տեղի ունեցած դեպքը պատմելու թույլատվություն խնդրեց։ Նա սկսեց պատմել. Այդ երեկոյան ես որոշել էի ինքնասպանություն գործել, բայց նախքան մտածածս իրականացնելը աղոթքով դիմեցի Աստծուն և խնդրեցի, որ եթե ինքը կա ու ինձ լսում է, թող մի նշան տա։ Հենց այդ պահին զանգեց հեռախոսը։ Երբ մոտեցա հեռախոսին, թվատախտակի վրա գրված էր. «Ամենակարող Աստծո տուն»։ Հեռախոսը զանգեց շատ երկար, սակայն ես լացելով նայում էի հեռախոսին և չէի համարձակվում լսափողը բարձրացնել։ Պարզվում է, որ այն եկեղեցին, որտեղ ծառայում էր Հովիվը, կոչվում է Ամենակարող Աստծո տուն։ Հենց այդ անվան տակ էր հեռախոսահամարը գրանցված տեղի թվային հեռախոսային ընկերությունում, որն էլ հենց այդ անվանումն էր ցույց տվել հեռախոսի վրա։ Այո, Ամենակարող Աստված պատասխանում է մեր աղոթքին, և նա չի ցանկանում, որ մենք կորուստ գնանք, ինչպես այս մարդը, որ ցանկացել էր ինքնասպանություն գործել և Աստծուն էր դիմել, Աստված հրաշքով պատասխանել էր, այնպես մեր կյանքում շատ դեպքեր են պատահում։ Եթե քո կյանքում անելանելի վիճակ լինի և չիմանաս, թե ինչ անես, անգամ այնպիսի վիճակ լինի, որ ցանկանաս ինքնասպանություն գործել, կանգ առ և դիմիր Աստծուն։ Խնդրիր, և Աստված կպատասխանի, որովհետև ինքնասպանությունը մեծ հանցանք է Աստծու առաջ։ Աստված է տվել կյանքը քեզ, և այդ կյանքը պիտի Աստված վերցնի իր ցանկությամբ և ժամանակին, այնպես որ դիմիր Աստծուն և Աստծուց օգնություն կստանաս անկասկած։ Եվ թվում է